Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Միետը 10 տարի անց հրապարակել է ապրիլյան պատերազմի գործով առաջին վճիռներից մեկը, ինչ է արձանագրել դատարանը Հայկ Թորոսյանի գործով։ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է կոշտ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, ինչ նպատակներ է հետապնդում Բաքուն և ինչու է Արևմտյան Ադրբեջան կոչվող գաղափարը շարունակում ակտիվ պահել խաղաղության գործընթացին զուգահեռ։ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Հաջիևի և Գրիգորյանի հանդիպումը, ինչ հայտարարություններ է արել Փաշինյանը կառավարության նիստից հետո։ Համբակ գետից ապամոնտաժվել է մահաբեր խողովակը։ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են պատմական համաձայնության մասին, ով է շահել այս պայմանավորվածությունից և ինչպես կարող է այն փոխել Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի քաղաքական պատկերը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից 10 տարի անց մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է առաջին վճիռներից մեկը։ Խոսքը հայ զինծառայող Հայկ Թորոսյանի գործի մասին է, որին ծանր վիրավորելուց հետո գերեվարել, խոշտանգել և գլխատել էին ադրբեջանցի զինծառայողները։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը վճիռը կարևոր նախադեպ է համարում ոչ միայն ապրիլյան պատերազմի, այլև հետագա ռազմական հանցագործությունների փաստագրման տեսանկյունից։ Սահակյանը նաև նշել է, որ եթե Քյարամ Սուլոյանի դեպքը ժամանակին հանրայնացվել էր տեսանյութերով, ապա այս դեպքում տեսանյութ չի եղել, սակայն եղել են հրապարակված լուսանկարներ։ Դրանք տարածել է զինծառայողին գլխատած անձը։ Դեպքը տեղի էր ունեցել քառօրյա պատերազմի ընթացքում։ Զինծառայող Հայկ Թորոսյանը մեկ այլ զինծառայողի հետ վիրավորումներ էր ստացել և ամբողջովին գտնվել է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։ Սակայն վիրավորված զինծառայողին ռազմագերու կարգավիճակ տալու, վերադարձնելու փոխարեն տանջել էին։ Նրա ներկայությամբ գլխատել էին մյուս զինծառայողին, որն ավելի ծանր վիրավորումներ էր ստացել, նաև կտրել էին դաստակը և գլխատել։ Բնականաբար, սա խոշտանգման ծայրագույն դրսևորում է։ Ավելին, հրաժարվում էին վերադարձնել նաև գլուխը, այսինքն ընտանիքը զրկված էր նրա մարմինը պատշաճ հուղարկավորելու հնարավորությունից, ինչը տառապանք պատճառելուց զատ նաև ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունքին է միջամտություն։ Առկա փաստերը գնահատելով դատարանը եզրակացրել է, որ հաղթահարվել է խոշտանգման շեման նաև ընտանիքի անդամների համար։ Ընտանիքի անդամները ևս ինքնուրույնաբար խոշտանգումների արգելքի հոդվածի զոհեր են։ Այս գործը կարևոր է, քանի որ փաստագրված խախտումները, որոնք տեղի են ունեցել զինված հակամարտության շրջանակում, բացահայտում են պատերազմական հանցագործություններ, և իմ գնահատմամբ սա ևս ապացույց է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է խոսել պատերազմական հանցագործների պատասխանատվության մասին, դրա առաջնային հասցեատերը հենց Ադրբեջանի զինծառայողներն են և ղեկավարությունը։ Այս թեմային անդրադարձել է նաև միջազգային իրավական հարցերի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նշելով, որ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին զոհի հարազատներին վճարել 90,000 եվրո փոխհատուցում։ Հայաստանը այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ ըստ դատական ընթացակարգերի, և չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այդ հերոսական դրվագը։ Մինչ միջազգային դատարանները փաստում են պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունները, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է կոշտ հայտարարություններ անել Հայաստանի հասցեին և նույնիսկ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադառնում է հակամարտությանը, պնդելով, թե Ադրբեջանը իբր չի մոռանա պատերազմի հետևանքները։ Բայց Բաքվում չեն սահմանափակվում միայն հայտարարություններով։ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են առաջ մղել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Նախիջևանում արդեն երրորդ անգամ անցկացվում է վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան խորագրով համաժողովը, որտեղ քննարկվում են Հայաստանի նկատմամբ ներկայացվող պահանջները։ Ինչ նպատակներ է հետապնդում Բաքուն և ինչու է այդ օրակարգը շարունակում ակտիվ պահել խաղաղության գործընթացին զուգահեռ, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և չենք քննարկում։
Գուցե Հայաստանի հետ չեն քննարկում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, բայց Ադրբեջանի ներսում բավական ակտիվ քննարկում են հարցազրույցներում, հատուկ քննարկումներում եւ փառատոնում, որ արդեն երրորդ անգամ է կազմակերպվում։ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Հայաստանը պետք է ընդունի այս իրականությունը եւ պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ արժանապատիվ եւ խաղաղ վերադարձի համար։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այսպես կոչված վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան երրորդ փառատոն կոնգրեսը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների եւ արևմտյան Ադրբեջան համայնքի մասնակցությամբ։ Եվ մինչ այդ հարթակից Հայաստան գալու մասին կոչեր ու քննարկումներ են ընթանում, Ալիևը Բաքվում իրականացվող մեկ այլ ֆորումից կոշտ հայտարարություններ է անում, թե իբր չի մոռանա, թե հայերն ինչ են իրենց հետ արել։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ զավթիչները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ։ Երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին։ Հայերը մզկիթներում խոզեր եւ այլ կենդանիներ էին պահում եւ Ադրբեջանը դա երբեք չի մոռանա։ Մինչ Ալիևն իր բնակիչների հիշողությունն է այսպես կոչված թարմացնում ու չմոռանալու քաղաքականություն վարում, Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչներն ասում են, օրինակ Ստեփանակերտի մայր տաճարի ավերման մասին խոսելը սրում է կոնֆլիկտը։ Խաղաղությունը հաստատված հասկանալու, մենք դա տեսնում ենք իրական կյանքում, մեր սահմանների վրա չկան կրակոցներ։ Այսինքն եթե մենք ասենք Ադրբեջանը ինչի է մեր եկեղեցին քանդում, նա սկսելու է կրակել։ Մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ եւ այդ հաստատված խաղաղությունը կասկածի տակ չդնենք։ Իսկ եթե կա այդ խաղաղությունը, ինչու է Ադրբեջանը շարունակում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տեսքով։ Սա խաղաղություն չէ, ստեղծված իրավիճակը։ Սա հաղթողի կամ անավարտ խաղաղություն է։ Խաղաղություն գիտեք երբ կլինի։ Շատ հստակ ձևակերպեմ, թե երբ կլինի։ Խաղաղություն լինելու է Արցախի հանրապետության դեօկուպացիայի արդյունքում։ Իշարս բազմաթիվ դրական հետևանքների, որ ունենալու է հայ ժողովուրդը։ Նախիջևանում անցկացվող փառատոնը, որ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացիայից հետո է սկսվել, ոչ թե հանրային նախաձեռնություն է, այլ պետական քաղաքական օրակարգի մաս, նշում է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը։ Նրա խոսքով Ադրբեջանի խոսույթը չի փոխվել Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության գործընթացի պայմաններում։ Չենք մոռանալու թեզը, ինչպես ինքն է նշում, չեն մոռանալու իբրև թե հայերի արած վայրագությունները, այդ չենք մոռանալու թեզը ցույց է տալիս, որ այնտեղ առնվազն այս պահին գերակայում է կոնֆլիկտի բացասական հիշողությունը, խաղաղությանը գնացող իրենց գոնե թե հայտարարվող նպատակներին։ Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարար Էմին Ամուրլայևը հայտարարում է, թե արևմտյան Ադրբեջանի թեման արդեն դարձել է գործողությունների ռազմավարական ուղղություն։ Այսօր արևմտյան Ադրբեջանի թեման մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ազգային ինքնության ձևավորման, մեր երիտասարդության դաստիարակության, մեր կրթական եւ գիտական կյանքում։ Արևմտյան Ադրբեջանի եւ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը նաեւ ներքին խնդիր է լուծում, նշում է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը։ Տարիներ շարունակ մնաց այդ հիմնասյունը, մոբիլիզացիայի եղել է հայ աջակցությունը, եղել է Արցախը իբրև թե օկուպացիայից ազատելու գործընթացը, եւ քանի որ այսօր ըստ էության Արցախը Ադրբեջանի Հանրապետության տարածքում է ճանաչել, կարող ենք ասել, որ իրենց պետք է այս պահին որևէ նոր բան, որի շուրջ Ադրբեջանի հասարակությունը կկոնսոլիդացվի եւ այդ ներքին արդեն քաղաքական, տնտեսական խնդիրները նորից կմշուշվեն։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հարցը բացել էր Հեյդար Ալիևը 1980-ականներին, փակել 1994-ի Արցախյան պատերազմի հաղթանակը։ Քաղաքագետ Հասան Ջալալյանի խոսքով Արցախի օկուպացիան կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար, որևէ պատնեշի չհանդիպելով 2020-ից հարցը չի փակվում մինչ օրս։ Ավելին, ադրբեջանցիների որակմամբ դարձել է գործողությունների ռազմավարական ուղղություն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Նախիջևանում մեկնարկած ֆորումի ֆոնին Փաշինյանը դրական է գնահատել հունիսի 14-ին Դիլիջանում տեղի ունեցած Գրիգորյան Հաջիև հանդիպումը։ Նա մանրամասներ է ներկայացրել հանդիպումից եւ նշել, որ հայկական կողմի նախաձեռնությամբ է կայացել հանդիպումը։ Փաշինյանը այս հայտարարությունը արել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին հետևել է Սեդա Գյուրեխյանը։ Ես կրկոտ
հռետոր եմ, հարգելի գործընկերներ։ Փաշինյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Քոչարյանի ազգային անվտանգության ծառայությունից իշխանական լրատվամիջոց արտահոսած հոլովակից մինչև երկիրը թալանածների վերջին բոթասը հետ բերելը։ Փաշինյանը շոշափեց Հայաստանում ամենակննարկվող թեմաները։ Բացի աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի։ Հավելեց, եթե ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ համարի, կարող է հրապարակել անգամ իր մասնակցությամբ նման հոլովակ, որը կարող էր լինել այն անհրաժեշտությունը, ըստ որի օդանավակայանի անցակետում արված հոլովակը, որ ենթակա չէ հրապարակման, արտահոսեց ոչ այլ տեղ, քան իշխանական լրատվամիջոց։ Ազգային անվտանգության ծառայությունը ունի հատուկ ընդհանրակարգեր, թե ինչը կարող է հրապարակել, ինչը չկարող հրապարակել։ Մենք տվյալ դեպքում գործ ունենք անձնական տվյալների հետ, սահմանադրական նորմի խախտում կա, մարդու անձնական տվյալները իրավունք չունեն նման կերպ հրապարակել, ԱԱԾ-ականների համար թող դաս լինի, որ անօրինական Նիկոլ Փաշինյանի հրամանները տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա կարող է չկմեղանալ ու ամբողջ մեղքը վարձել ազգային անվտանգության ծառայության վրա, թե ԱԱԾ-ն իր հայեցողությամբ կարող է նման տվյալ հրապարակել։ Իդեպ Քոչարյանի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ հունիսի 14-ին երկրորդ նախագահը 3 օրով Ռուսաստան է մեկնելու անձնական հարցերով։ Նույն օրը առավոտյան Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևն էր շրջում Դիլիջանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Անդրադառնալով հանդիպմանը Փաշինյանը չհերքեց լրագրողի պնդումը, որ Հաջիևն ու Գրիգորյանը քննարկել են Հայաստանում ընտրության արդյունքները։ Փաշինյանը որպես հակադարձում բերեց այն, որ մյուսների հետ քննարկելը նվաստացուցիչ չէ, ուրեմն Ադրբեջանի հետ քննարկելն էլ չպետք է նվաստացուցիչ համարվի։ Դա ուղղակի միջամտություն էր ոչ թե հարևան երկրի ներքին գործերին, այլ դա թշնամիների կողմից միջամտություն էր մեր պետության ներքին գործերին, մեր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին եւ ազատություններին։ Հարց հնչեց այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմայով Ադրբեջանում հաճախակի կազմակերպվող ֆորումների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց. դա հետևանք է ազգային ժողովում ընդդիմադիրների սեղանին դրված Արցախի դրոշների։ Քան դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։ Ատում է այո Արցախի դրոշ, ինքը ատում է Հայաստանի դրոշը, ատում է յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու, այդ իր մոտ այդ մոլուցքային ձգտումները, զինանշանը փոխելու, օրհներքը փոխելու, ինչի աղավաղելու ավելի ճիշտ ոչ թե փոխելու, զինված ուժերի զինանշանն էին փոխել, աղավաղել ավելի ճիշտ, ինչի համար, որովհետեւ իրենք նպատակ ունեն վերացնելու ամեն հայկականը։ Հարց ու պատասխանի առանցքում էին իրենց ապրանքը սպառելու խնդրի առաջ կանգնած արտադրողները։ Փաշինյանը ոգևորությամբ արձանագրեց, արդեն տասնյակ երկրներ մթերք է արտահանվել, բայց միաժամանակ չհերքեց փաստը, որ տոննաներով ապրանք է փչանում, չարտահանվելու պատճառով։ Որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է Top News, ձևակերպեց երկրի ղեկավարը։ Ձեր տանը ծիրան չի փչանում, մեր տանը ծիրան չի։ Դե ահա, տենց պրոպորցիոնալ պետքա գնալ 2 կիլոգրամ, 20 կիլոգրամ, 200 կիլոգրամ։ Ես նկատի ունեմ այդ ցիկլերի մեջ միշտ էլ այդ process-ը կա, երբեք թափոն արտադրանք գոյություն չունի։ Փորձագետների գնահատմամբ վերջին տարիներին դեպի Ռուսաստան մթերքի արտահանման ծավալն աճել է մոտ 5 անգամ, հասնելով 90%-ի, մինչդեռ Եվրոպա արտահանվում է հայկական մթերքի 1%-ը։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի հետ հարաբերությունների մասին հայտարարություններ են հնչել նաև Անկարայից։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Սակայն փորձագետների մի մասը համոզված է, Թուրքիան շարունակում է հայ-թուրքական գործընթացը դիտարկել ոչ թե բացառապես Երևան-Անկարա հարաբերությունների, այլ Բաքվի, շահերի և տարածաշրջանային ծրագրերի շրջանակում։ Ում ձեռքում է հայ-թուրքական հարաբերությունների բանալին և ինչ զարգացումներ են սպասվում, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Թուրքիան կրկին խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, բայց կրկին պայմաններով։ Այս անգամ պայմանները միայն Հայաստանին չի ներկայացնում, այլ ակնարկներ է ուղղում միջազգային գործընկերներին, կարծում է փորձագետը։ Թուրքիան հիմա այս պահին իր դիրքերը այդպես են ցույց տալիս, որ դեռ փորձում է իր խնդիրները լուծի Ադրբեջանի հետ։
այսինքն իրենց բոլոր խոսակցությունները որ միջ այդ եղել է որ այս ճանապարհը պիտի բացվի, ես կարծում եմ իրանք այդ փուլի մեջ են, որ Ադրբեջանի հետ են իրանց հարցերը կարգավորում, որովհետև ամեն դեպքում Հայաստան-Ադրբեջան խաղաղություն կոչվածը նաև ինչ որտեղ կախված է նաև Թուրքիայի կամքից Afrika başta olmak üzere Ռուսաստան կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Ապա հավելել, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ անհրաժեշտ պայմաններ առաջանան։ Իսկ որոնք են այդ պայմանները։ Այդ նախապայմանները ենթադրում են ոչ միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին, այլ նաև այն տեսակ փաստաթղթերի ստորագրում, պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրում, որոնք առնվազն կչեզոքացնեն Թուրքիայի Ադրբեջանի ընկալմամբ, Հայաստանից իրենց ընկալմամբ եկող վտանգները։ Տարիներ շարունակ անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում էր Արցախի հակամարտության հետ։ Հիմա փոխվել է Թուրքիայի խոսույթի հասցեատերը։ Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցնում, թե ում է ուղղված իրենց ակնարկը, սակայն փորձագետների մի մասը համոզված է, որ Անկարան շարունակում է առաջնորդվել ոչ այնքան Երևան-Անկարա երկկողմորակարգով, որքան Բաքվի ակնկալիքներով։ Այդ դեպքում ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բանալին շարունակում է մնալ ոչ թե Անկարայում կամ Երևանում, այլ Բաքվում։ Այս փաստաթղթերից մեկը այսպես կոչված խաղաղության պայմանագիրն է։ Փաստաթղթերից երկրորդը եւ կյանքի կոչելու տեսանկյունից պրոյեկտներից երկրորդը դա Զանգեզուրի միջանց կապվածն է։ Երրորդը դա Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխությունն է, որտեղ պետք է լինեն նաեւ ադրբեջանցիներ, որոնք պետք է հենասյուն հանդիսանան Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստանի դեմ ցանկացած բանի գործողություն իրականացնելու համար։ Հիմա այս պայմանները քանի դեռ կյանքի չեն կոչվել, Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ինչքան ուզեն ձգեն, ինչ նոր նախապայմաններ ասես առաջ բերեն, արդյոք Հայաստանի ներկայացուցիչ խանութները չգիտեին այդ մասին, իհարկե գիտեին, շատ լավ գիտեին։ Բայց թուրքական պետությունը այլ հաշվարկներ էլ ունի, ըստ մասնագետների Ֆիդանի ու օրեր առաջ Էրդողանի կուսակցության դաշնակից Դևլետ Բահչելիի խոսույթը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։ Այսինքն Թուրքիան այժմ կենտրոնացած է Սյունիքի միջոցով իր ռազմավարական ծրագրերի իրականացման վրա։ Ոչ միայն ես պայմանները կարծում եմ Հայաստանին է վերաբերվում, այլ ես կարծում եմ ավելի միջազգային հարցեր, ասինքն մենք հիմա ունենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, խնդիրները, որ խոսքի օրինակի համար Թուրքիան ունի իր արևանների հետ, որտեղ Միացյալ Նահանգները Հունաստանին է զինում։ Եվ այդ բոլորը ես կարծում եմ նաև Թուրքիայի կողմից ակնարկ է ոչ թե Հայաստանին, այլ միջազգային իր դաշնակիցներին, անձինս Միացյալ Նահանգների, որը այս ճանապարհը կբացվի, միջին միջանցքի մասին է խոսքը, հիմա ինչ անուն որ ուզենանք իր համար դնենք, կբացվի, երբ իմ պայմանները, կոպիտ ասած Թուրքիայինը բավարարվեն։ Եվ մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների, Թուրքիան հերթական անգամ հիշեցնում է, այդ նախապայմանները դեռ ամբողջությամբ չեն կատարվել։ Սեդամ Օկարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ազգային ժողովի ընտրության արդյունքները ըստ մարզերի։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամենաբարձր աջակցությունը ստացել է Տավուշում, Վայոց ձորում եւ Արագածոտնում, մինչդեռ մայրաքաղաքում իշխող ուժի արդյունքը զգալիորեն ցածր է՝ 41.35%։ Ուժեղ Հայաստան դաշինքը լավագույն արդյունքը գրանցել է Լոռու մարզում, հավաքելով ձայների 33.33%։ Դաշինքը բարձր ցուցանիշներ է արձանագրել նաեւ Երևանում եւ Շիրակում։ Հայաստան դաշինքը առավել ձայներ է ստացել Երևանում, նաև Կոտայքում և Սյունիքում, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, թեև ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների չի հաղթահարել շեմը, Կոտայքի մարզում օրինակ ստացել է 8.75% ձայն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համեմատաբար բարձր արդյունք է գրանցել նաև Արարատում և Գեղարքունիքում։ Ընտրությունից հետո շարունակում են նաև իրավական գործընթացները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունը Ասատուր Քոչարյանի, Աշոտ Ղազարյանի և Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Մինչ այդ դատարանը 2 ամսով կալանավորել է ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին, նա մեղադրվում է ընտրակաշարք տալու նախապատրաստության համար։
Իսկ ընդդիմադիր դաշտում արդեն խոսում է հետընտրական նոր ձևաչափերի մասին։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մեկնարկի մասին, առաջարկելով ստեղծել հետընտրական կոալիցիա եւ համակարգող խորհուրդ։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի եւ ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտ, գնանք այդ քայլերով։ Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվել է եւս 3 ամսով։ Միաժամանակ դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը, թույլատրելով Բագրատ Սրբազանին մասնակցել մայր տաճարում անցկացվող կիրակնօրյա պատարագին։ Եթե չեն ենթարկում, դալիճից դուրս եք հրավիրում բոլորին։ Ձեզ Բագրատ Սրբազան տնային կալանքի տրման վայր նշանակում է այն ինչ որ պաշտպանը նշեց, եթե ցանկանում եք դատարանը հրապարակի, կհրապարակեմ, եթե ոչ բնականաբար գրավոր տեսքով նշված է Կոտայքի մարզը, ասեն ամբողջական չեմ նշում, քանի որ գրավոր նշված է։ Դատական նիստից հետո Բագրատ Սրբազանը անդրադարձել է երկրում ստեղծված քաղաքական վիճակին, պնդելով, որ շարունակում է իր պայքարը եւ համաձայն չէ ընտրության արդյունքների հետ։ Իրենք ճորտի պես ծնկած վաճառել են եւ վաճառում են եւ դեռ վաճառելու են մեր հայրենիքը։ Մեր շարժումը Աստծով այն ժամանակ հաջողելուն եւ ապագային էլ հաջողելուն։ Ասել եմ վերջերս, այդ պատը կլիներ գետից մյուս կողմ, ոչ թե խեղդված Գիրանցի տարածքում։ Հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը մեզ համար թանկագին հող, իրենց համար արոտավայրը, իրենց համար խրախճանքի վայրեր են։ Ես տեսել եմ իմ աչքերով այդ նույն տարածքներում այդ մարդիկ ինչպես են հարբեցողությամբ զբաղվել, ինչպես են խրախճանքներ արել, ինչպես են թուր քաշել աշխարհի դեմ եւ այլն եւ այլն։ Մեր շարժումը մեկ բանի մասին է՝ արդարություն, ճշմարտություն եւ հաղթանակ։ Սրբազան պայքարի գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով, վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով։ Դատարանը հաշվի առնելով Օկումուշյանի ընտանիքի սոցիալական դժվարին իրավիճակը որոշում է կայացրել նաեւ վերադարձնել նրա համար նախկինում վճարված 500,000 դրամ գրավը։ Այսօր Թամբակ գետից ապամոնտաժել են մահաբեր խողովակը, որի պատճառով այս շաբաթ նորից ցնցվեց հանրապետությունը։ Որոնումների 4-րդ օրը փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել 13-ամյա աղջնակին։ Հիշեցնեմ, որ նրա 7-ամյա քրոջ անշնչացած մարմինը երեկ են գտել գետից։
Գրեթե կեսդար թշնամական հարաբերություններից, փոխադարձ պատժամիջոցներից և ռազմական բախումներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են համաձայնության մասին։ ԱՄՆ նախագահի և Իրանի նախագահի ստորագրած հուշագիրն արդեն անվանում են պատմական փաստաթուղթ, որը կարող է փոխել ուժերի դասավորությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև դրա սահմաններից դուրս։ Ով է շահել այս պայմանավորվածությունից և ինչպես կարող է այն փոխել Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի քաղաքական պատկերը, ռեպորտաժում։ 47 տարի միմյանց սպառնացող պատժամիջոցներ կիրառող և պատերազմող կողմերը Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են համաձայնության մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ստորագրել են փաստաթուղթ, որը կարող է փոխել ոչ միայն երկու երկրի հարաբերությունները, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը։ Բայց այդուամենայնիվ նախագահ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։ Ամեն դեպքում պատմական է ինքը եւ մեծ տարբերություն ունի 15 թվականի ձեռքբերված համաձայնագրի հետ, այստեղ նաև այն տարբերությունը, որը Իրանը տարածաշրջանում իր հեգեմոնիկ ամեն դեպքում շրջանակները պահպանեց։ 14 կետից բաղկացած հուշագիրը նախատեսում է հրադադար, պատժամիջոցների փուլային վերացում, սառեցված ակտիվների ապաշրջափակում եւ Իրանի տնտեսության վերականգնման համար 100 միլիարդավոր դոլարների ծրագրի մշակում։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե իրականում ով է ավելի շատ շահել այս համաձայնությունից։ Պահպանեց իր հրթիռային ծրագիրը, ստացավ կամ ստանալու է պատերազմից պատճառած իր վնասների գումարները, տրանզուգահեռ նաև ստանալու է իր սառեցված գումարները, որը այսքան տարի նավթի վաճառքից արդեն գոյացել էր մոտ 24 միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում, այնպես որ ավելի շահավետ համաձայնագիրը Իրանի համար, քան այն ինչ որ 15 թվականին էր։ Հուշագրի ամենակննարկվող կետերից մեկը վերաբերում է Իրանի տնտեսությանը։ Փաստաթղթով նախատեսվում է առնվազն 300 միլիարդ դոլարի զարգացման ծրագիր, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվում է փուլային կերպով թույլատնել տնտեսական սահմանափակումները։ Միաժամանակ փաստաթուղթը չի պարտադրում Իրանի միջուկային ծրագրի ամբողջական դադարեցում։ Թեհրանը միայն վերահաստատում է, որ չի ձգտելու միջուկային զենքի ստեղծման, իսկ մնացած հարցերը թողնվում են հետագա բանակցություններին։ Իրանագետի խոսքով այս համաձայնագրով Մերձավոր Արևելքում ձևավորվում է ուժային նոր հավասարակշռություն, որտեղ վերջին զարգացումներից հետո իր դիրքերն է վերաիմաստավորում ոչ միայն Իրանը, այլ նաև Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան արդեն իրենց հստակ դերերը ստանձնել են եւ փորձում են այս մրցակցության մեջ պահպանեն իրանց ձեռքբերված դիրքը։ Իրանը նաև ամեն դեպքում այս պատերազմից հետո իրեն այնպես դրսևորեց, որը արդեն տարածաշրջանի երկիրները ճակերտյալ ասած պարտավոր են իրենց անվտանգությունը ապահովելու համար հաշվի առնեն նաև Իրանի տեսակետները։ Թեև համաձայնագիրը տարբեր արձագանքներ է առաջացրել Իսրայելում, փորձագետները չեն շտապում այն ներկայացնել որպես Թել Ավիվի պարտություն։ Հակառակ փաստաթղթում ամրագրված մի շարք դրույթներ ըստ նրանց համապատասխանում են նաև Իսրայելի անվտանգության հիմնական պահանջներին։ Իսրայելը նաև ձեռքբերումներ ունի այս համաձայնագրից, որովհետև երբ Իրանը բացահայտ պարտավորվում է չգնալ դեպի միջուկային զենք, դա արդեն Իսրայելի ձեռքբերումն է։ Հիմա քաղաքական, իրենց ներքաղաքական խնդիրներով կարող է իրենք խոսեն, ներկայացնեն, որ սա մենք միայնակ մնացինք, Ամերիկան խոսքի օրինակի համար մեր շահերը հաշվի չառավ, այո, որոշ չափով հաշվի չառավ, այսինքն Միացյալ Նահանգները նաև իր շահերը ավելի նախընտրեց, քան իր դաշնակցի։ Բայց ես կարծում եմ, այդտեղ Իսրայելը ավելի շատ ձեռքբերում ունի, քան կորուստ։ Փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև Հարավային Կովկասի վրա, եթե Թեհրանը դուրս գա միջազգային մեկուսացումից եւ ամրապնդի իր տնտեսական ու քաղաքական դիրքերը, ապա կարող է ավելի ակտիվ դերակատարում ունենալ տարածաշրջանային գործընթացներում, այդ թվում Հայաստանի համար կարևոր անվտանգային եւ տրանսպորտային հարցերում։ Արա Պողոսյանի գնահատմամբ հնարավոր փոփոխությունները հատկապես կարող են անդրադառնալ տարածաշրջանային լոգիստիկ նախագծերի վրա, այդ թվում միջին միջանցքի ձևաչափի վրա, որը ներկայումս դիտարկվում է որպես ռազմավարական կապուղի։
Եթե այս պայմանավորվածությունը կյանքի կոչվի եւ այն սցենարը, որը պատկերացնում են Միացյալ Նահանգներում զարգանա, այսինքն Իրանի հետ հարաբերությունները տրանսֆորմացվեն այնպես, որպեսզի Իրանը դառնա Միացյալ Նահանգների գործընկերը տարածաշրջանում, ապա այդ պարագայում կարծում եմ լոգիստիկ իմաստով կկորցնի իր համավարական նշանակությունը թռիփը։ Փորձագետի խոսքով Իրանի համար եւս առանցքային է մնում ամերիկյան ներկայության հարցը տարածաշրջանում, իսկ վերջնական զարգացումների վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել դեռ վաղ է։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի առջև դեռ բազմաթիվ մարտահրավերներ կան եւ պայքարը շարունակվում է։ Նրա խոսքով Իսրայելը մտադիր է պահպանել անվտանգությունն ինչպես երկրի հարավում, այնպես էլ հյուսիսային սահմանամերձ բնակավայրերում։ Դա մեզնից պահանջում է պահպանել Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտին։ Մենք այնտեղից չպետք է հեռանանք այնքան ժամանակ, որքան կպահանջեն Իսրայելի անվտանգային կարիքները։ Տվյալ գոտին պահպանելու պատճառն այն է, որ այն բաժանում է Հեզբոլլա խմբավորման Իսրայելի քաղաքացիներից եւ բնակավայրերից։ Մենք կշարունակենք հետևել գերագույն նպատակին, որն առաջնորդել է մեզ, որն առաջնորդել է ինձ, իմ չափահաս կյանքի մեծ մասի ընթացքում։ Իրանն ատոմային զենք չի ունենա։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա։ Եվ վերջում մարզական լրահոսից։ Հայկական շախմատը հերթական կարևոր հաղթանակն է գրանցել միջազգային ասպարեզում։ Հոնկոնգում ընթացող արագ շախմատի թիմային աշխարհի առաջնության 7-րդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչ գրոսմաստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին։ 24-ամյա շախմատիստը վաղուց արդեն համարվում է հայկական շախմատի հեռանկարային ներկայացուցիչներից մեկը։ Այս ժամի համար ներկայացրել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։